37 տարի ապրիլի 9-ի ողբերգությունից և 35 տարի Վրաստանի անկախության վերականգնումից։ 1989 թվականին դեռևս խորհրդային Վրաստանի մայրաքաղաքում Ռուսթավելիի պողոտայում տասնյակ հազարավոր մարդիկ պահանջում էին անկախություն, երբ խաղաղցույցը ցրվեց Խորհրդային Միության պատժիչ ուժերի կողմից։ Ազատություն պահանջող անզեն քաղաքացիների վրա առավոտյան ժամը 4-ին խորհրդային բանակի ծանր տեխնիկան, ապա Ռուսաստանի ներքին զորքերի հատուկ ջոկատները հարձակվեցին։ Խորհրդային զինվորները խաղաղ ցուցարարների ճանապարհը փակեցին ծանր տեխնիկայով և տանկերով, ապա ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառեցին բահերով և խեղդող գազով։ Խաղաղ ցույցի ճնշման գործողությունը ղեկավարում էր ռուս գեներալ Իգոր Ռոդիոնովը։ Ապրիլի 9-ի ցույցի ցրելու հետևանքով զոհվեց 21 մարդ, նրանցից 17-ը կին և 4-ը տղամարդ։ Զոհվածների թվում կային նաև անչափահասներ։ Դաժան հաշվեհարդարի հետևանքով ավելի քան 4000 ցուցարարի տարբեր վնասվածքներով տեղավորել են հիվանդանոց։ Անհայտ քիմիական նյութով թունավորվել է մինչև 2000 մարդ։ 1989 թվականի ապրիլի 9-ից ուղիղ 2 տարի անց 1991 թվականին Վրաստանի Գերագույն խորհուրդը Զվիաթ Գամսախուրդիայի ղեկավարությամբ ընդունեց Վրաստանի անկախության ակտը։ Ապրիլի 9-ը Վրաստանի նորագույն պատմության մեջ գրանցվեց որպես ողբերգության և միևնույն ժամանակ երկրի անկախության վերականգնման օր։ Ապրիլի 9-ի հուշահամալիրի մոտ քաղաքացիները վաղ առավոտից գնում են հարգանքի տուրք մատուցելու զոհվածների հիշատակին և այն զարդարում են ծաղկեպսակներով։ Ապրիլի 9-ի հուշահամալիրի մոտ են այցելել իշխանության ներկայացուցիչները։ Նաև քիչ առաջ այնտեղ է ժամանել պատրիարքական գահի տեղապահ Տեր Շիոն, իսկ մինչ այդ այսօր աղմուկ և բախումներ են եղել, որոնք վերածվել են նաև ձեռքով կռվի։ Ռուսթավելիի պողոտայում, այն վայրում, որտեղ 37 տարի առաջ զարգացան պատմական իրադարձություններ, այսօր գնացել են իշխանության ներկայացուցիչները։ Վրաստանի նախագահը, վարչապետը, խորհրդարանի նախագահը և նախարարների գրասենյակի անդամները ևս մեկ անգամ հարգանքի տուրք են մատուցել զոհվածների հիշատակին և ծաղիկներով զարդարել ապրիլի 9-ի հուշահամալիրը։ Ռուսթավելիի պողոտայում ապրիլի 9-ի հուշահամալիրի մոտ աղմուկ և բախում է եղել։ Հասարակության որոշ խմբեր առավոտից խոչընդոտում էին ապրիլի 9-ին զոհվածների հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցելու համար հուշահամալիր եկած քաղաքացիներին։ Մի քանի դրվագներում իրավիճակը դուրս է եկել բանավոր վեճի շրջանակներից և վերածվել ձեռնամարտի։ Նշված փաստով իրավապահները ձերբակալել են մեկ ցուցարարի։ Նա ձերբակալվել է քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով, որը ենթադրում է ծեծ կամ այլ տեսակի բռնություն։ Ուղղափառ աշխարհը նշում է ավագ հինգշաբթին։ Բոլոր գործող եկեղեցիներում կատարվել է ավագ հինգշաբթիի եկեղեցական արարողությունը։ Սուրբ Երրորդության մայր տաճարում պատարագը մատուցել է պատրիարքական գահի տեղապահ Տեր Շիոն։ Ավագ հինգշաբթիին եկեղեցիներում նաև 12 անգամ ընթերցվում է ավետարանը, որի ժամանակ Սուրբ գրքից 12 անգամ ընթերցում են հատվածներ Տեր Հիսուս Քրիստոսի կյանքի և խաչելության մասին։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ենթակառուցվածքների նախարար Ռևաց Սոխաձեի և կառավարության վարչակազմի ղեկավար Լևան Ժորժոլյանի հետ միասին հանդիպել է ենթակառուցվածքների կառուցապատողների ասոցիացիայի անդամ ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են բիզնեսի առջև կանգնած կարիքները և այն քայլերը, որոնք պետությունը դիտարկում է վրացական ընկերություններին աջակցելու համար։ Կառավարության ղեկավարը նշել է, որ իշխանության համար առաջնահերթ է բիզնեսի հետ մշտական խորհրդակցությունը, որպեսզի նախագծի իրականացման ընթացքում հնարավորինս պահպանվեն ինչպես պետության շահերը, այնպես էլ ապահովվի բիզնեսի համար առողջ միջավայր։ Նաև ուշադրություն է դարձվել տարբեր նախագծերի իրականացման որակի հետ կապված մարտահրավերներին։ Նշվել է, որ պետական նախագծերն իրականացնելիս համապատասխան չափանիշները, որակը և ժամկետները չափազանց կարևոր են, և այս ուղղությամբ փոխզիջումներ չեն լինելու։ Ներքին գործերի նախարարության աշխատակիցները Բաթումիում ձերբակալել են Ուկրաինայի քաղաքացու առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման և պահպանման մեղադրանքով։ Մեղադրյալի ժամանակավոր բնակելի բնակարանի խուզարկության արդյունքում առգրավել են իրացման համար պատրաստված առանձնապես խոշոր չափերով մեթադոն թմրամիջոց, որպես իրեղեն ապացույց։ Հանցագործությունը նախատեսում է մինչև 20 տարվա կամ ցմահ ազատազրկում։
Ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են 3 անձի թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահպանման և ապօրինի իրացմանը նպաստելու մեղադրանքով։ Նրանցից 2-ը Վրաստանի քաղաքացիներ են, իսկ 1-ը օտարերկրյա։ Իրավապահները ոստիկանական գործողություններ են իրականացրել տարբեր ժամանակներում Թբիլիսիում և Բաթումիում։ Ձերբակալվածների անձնական իրերի, բնակարանների և ավտոմեքենաների խուզարկության արդյունքում, ինչպես նաև տարբեր վայրերից առգրավել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ, այդ թվում մեթադոն, ալֆա-PFP և չորացված մարիխուանա։ Ոստիկանության կողմից նաև առգրավել է թմրամիջոցների փաթեթավորման համար նախատեսված նյութեր։ Հանցագործությունը նախատեսում է մինչև 20 տարվա կամ ցմահ ազատազրկում։ Զբոսաշրջության ազգային վարչության ղեկավարը աշխատանքային հանդիպում է անցկացրել զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Զրույցը վերաբերել է զբոսաշրջության ոլորտում գլոբալ մարտահրավերներին, որոնք կապված են աշխարհում ընթացող իրադարձությունների հետ։ Հանդիպման շրջանակներում քննարկվել են առկա խնդիրների լուծման ուղիները։ Զրույցը վերաբերել է զբոսաշրջային շուկաներում համատեղ ակտիվություններին, որոնք կնպաստեն բացասական ազդեցության նվազեցմանը։ Ապրիլի 9-ի հուշահամալիրի մոտ գտնվում էին բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված անձանց ծնողները և դատապարտվածների ընտանիքի անդամները։ Լուսանկարները ձեռքներին նրանք գտնվում էին ապրիլի 9-ի հուշահամալիրի հարակից տարածքում, որտեղ հայտարարում էին, որ իշխող կուսակցության ներկայացուցիչները իրավունք չունեն մոտենալու հուշահամալիրին։ Պարզաբանել են, որ կպաշտպանեն հուշահամալիրը և կվերահսկեն այնտեղ եկողներին։ Զուգահեռաբար տեղի է ունեցել բանավոր բախում ապրիլի 9-ի ցույցերի մասնակիցներից մեկի և բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված անձանց ծնողների ու նրանց աջակիցների միջև։ Նրանք ապրիլի 9-ի մասնակցին ասում էին, որ չտային հեռուստատեսային մեկնաբանություններ կոնկրետ լրատվամիջոցների, այդ թվում Առաջին ալիքին, Իմեդիին և Ռուսթավի 2-ին։